բոլոր այն անկեղծ հավատացյալները, որոնք սիրեն Աստծո խոսքը, ուշադիր լսեք, ոչ թե կպահեն գլխի մեջ, այլ կպահեն իրանց սրտի մեջ։ Այս հավատացյալների մեջ այս տարբերությունը կա, շատերը կպահեն իրանց գլխի մեջ, լոկ գիտեն, շատերը կպահեն, որոնք որ անկեղծ կսիրեն Տիրոջը, խոսքը կպահեն իրանց սրտի մեջ, որտեղ կյանքի ելքը, հոգևոր օպերացիան մեր սրտից կելնի, մեր սրտում տեղի կունենա։ Տերը կուզե մեր սրտերի մեջ երկնքի թագավորություն ստեղծե, իր սուրբ մատներով, համաձայն եք ժողովուրդ ջան։ Ու այն քույր եղբայրները, որոնք որ խոսքը կպահեն սրտի մեջ, ցելնես, այ իրանց կյանքում սկսվի բժշկություն։ Ու Դավիթը, ես շատ կարճ կսեմ, երբ որ Դավիթը, հին ուխտի հավատացյալները, Դավիթը, Աբրահամը, Իսահակը, Հակոբը, մարգարեները, թագավորները, որոնք որ անկեղծ սիրել են Աստծո խոսքը, իրանց սրտի մեջ են պահել ու նայեք ինչ տեղի կունենա այն հավատացյալների կյանքում, նաև նոր ուխտի հավատացյալները։ Դավիթը կսետեր, երբ որ խոսքերը պահեցի սրտիս մեջ, դու իմ խավարս լուսավորեցիր։ Այսինքն տեսավ իր ներսի խավարը ու տեսավ լույսը,